Հայաստանը դառնալու է գազի տարանցիկ երկիր։ Ադրբեջանից գազը գնալու է Նախիջևան, հետո դեպի Թուրքիա։ Լուսանկարվում է, որ ասեն, պարոն վարչապետ, լեզուս էլ չի պատրոտում, պարոն վարչապետ ասեմ։ Զրոյից բանակ եմ ստեղծել։ Գլուխը պատովա տվեց զրոյից բանակ ստեղծել։ Բարև ձեզ հարգելի հաստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանն է, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, արդեն մեկ շաբաթից ընտրություններն են, քարոզարշավը մոտենում է ավարտին եւ որպես այսպես տեխնացու, մասնակից քարոզարշավին ուզում եի խոսենք, թե ինչ տպավորություններ կան օրինակ քաղաքացիների հետ շփումից, ինչ կասեք, օրինակ իշխանությունը ասում է, մենք անգամ քաղաքացիների շփումից այսպես էներգիա չենք ակնկալում եւ վստահ ենք, որ այս շփումներից քաղաքացիների 65% են ձևավորելու։ Այ ընդդիմությունը 80%։ Իհարկե կատակ եմ անում։ Քիչ առաջ Լիբանանում գործող Վանադայի ռադիոկայանին հարցազրույցում մի քարոզարշավի ընդհանրապես ընթացքի հետ կապված մի դիտարկում արեցի, որ իրականում ինձ համար, մեր գործընկերների համար Հայաստան Դաշինքի շատ պայմանական է այս քարոզարշավ ասածը։ Մի 3-4 օր առաջ Գորիսում էինք, հանդիպումը պետք է մեկնարկեր, նախագահն ասում, պարոն նախագահ, ես նույն դահլիճում անցնող 5 տարվա մեջ արդեն 3-րդ հանդիպումը ունեցել ենք։ Դա մեզ համար մշտական մի գործընթաց է եղել, որ երբեք 21 թվականից հետո այնպես չի, որ խորհրդարանն է եղել մեր տեղը եւ միայն խորհրդարանը։ Եվ ցանկացած բնակավար, որ գնում ենք, նույնիսկ հեռախոսահամարներից մեջ գնամ եմ բնակավարից, գիտեմ, ում եմ զանգում, որոնց հետ հանդիպել ենք, զրուցել ենք, հազարու մի տեսակ հարցերով դիմել են։ Եվ այդ առումով շատ սովորական է մեզ համար, բայց որպես քաղաքական մարդ ասեմ, ահավոր զզվելի է։ Ինչը։ Խոսույթը քաղաքական։ Իշխանությունը առաջին իսկ պահից գիտակցեց, որ բովանդակային հարցում տանուլ է տանում։ Իրենք ասում են, մենք ես ընդդիմությանն եմ արձագանքում։ Օրինակ, նույն երկրորդ նախագահ այսպիսի հայտարարություն անում, արձագանքում եմ, Գագիկ Ծառուկյանը այսպիսի հայտարարություն անում, արձագանքում եմ։ Այսինքն քաղաքական խոսքին, քաղաքական գնահատականին, որ առաջին իսկ պահից նախագահ Քոչարյանն ասում է, խելքները գլուխդ հավաքեք, չի կարելի լարել խոշոր պետությունների հետ հարաբերություններ, այդ հարվածը ստանալու է Հայաստանի քաղաքացին, որ չի կարելի աշխարհի խոշոր երկրների բախումները Եվրոպա, Ռուսաստան տեղափոխել Հայաստանի տարածք, տեղափոխեցին, ասում էինք, որ այս նախընտրական փուլում չի կարելի որպես իշխանություններին աջակցության նշան Եվրոպացի առաջնորդների գագաթաժողովը Զելենսկին էլ վրադիր կազմակերպել Երևանում, որովհետև բոլորի համար հստակ էր, որ դա ոչ թե, այսպես ասեմ, ինչ-որ հավամարտկային խնդիրներ լուծելու, կլիմայական խնդիրներ լուծելու գագաթաժողով է, այլ ուղղակի արևմուտքի կողմից հակառուսականության հերթական, այսպես շքերթն է լինելու, որը նաև ցավոք սրտի տալիս է իր ահավոր արդյունքները։ Ասում են, այս ամենը Ռուսաստանը այսպես որպես շանտաժի միջոց է մեր նկատմամբ կիրառում։ Համար եմ ընտրություններից հետո ասում համար եմ շանտաժի ու ավելին այսպիսի տեսակետել են ասում են Ռուսաստանը այսպիսի ճնշումներով փորձում է հանրության այնպես անել, որ այստեղ իշխանության կան ռուսամետներ, օրինակ նույն Սամվել Կապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Նույնիսկ համար եմ ռուսները շանտաժ են անում, բայց շանտաժի ծնող պատճառը օդից չի իջնում։ Չէ՞ որ հասկանալի էր, որ դու Զելենսկու ամբիոն տրամադրելով հասկանալի էր, թե ինչ հռետորաբանություն։ Բայց Զելենսկին տարբեր երկրներ է, պարոն Մանուկյան, բայց այսպեսի արձագանք չի։ Զելենսկին տարբեր երկրները լրիվ ուրիշ է, Հայաստանում ուրիշ է։ Եվ ասեմ ավելին ահավորը, մեր ժողովուրդը, մեր պապերի շատերը, որ երկրորդ համաշխարհային պատերազմում կռվել են, շատերի պապերը զոհվել են ողորմի իրենց։ Մայիսի 9-ի դեմ սպառնալիքը, չէ որ այդ մայիսի 9-ի հաղթանակը նաև հայ ժողովրդին է, ոնց որ ֆրանսացունն է, ամերիկացունն է, բրիտանացունն է, ռուսինն է, ղազախինն է կամ թաթարինը, որը հերոսաբար, որի ներկայացները հերոսաբար Մոսկվայի օրինակ պաշտպանությանը պամֆիլովցիները կռվել են։ Բայց այսպես ասեմ, դու մեր զգուշացում ինչ է, մի ներքաշեք Հայաստանը այդ կռվի մեջ։ Իսկ հիմա Հայաստանը դարձրել է կռվի թաթերաբեմ, այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ եվրոպացիների աջակցությունը ստանալը ինչ է,
Բոլորին էլ հասկանալու դա հիբրիդային պատերազմի անվան տակ հակառուսականության մի մեծ շքերթ է լինելու եւ այդ սունկ օտարերկրյա կայքերը, որ ինչ որ գաղտնաձեռծումներ են անում, հրապարակումներ են անում, դա էլ Մոսկվայի ֆինանսավորումը չի։ Ոնց եղավ, որ հիբրիդային պատերազմը Հայաստանի իշխանությունը ներկայացրեց, այդ քխ ռուսները հեսա հիբրիդային պատերազմ են սկսելու Հայաստանում։ Այնինչ արդյունքում դուրս եկավ, որ այն ընդդիմության դեմ գործիք դարձած հրապարակումները որ կան, մեկի ակունքը տանում է ադրբեջանական ֆինանսավորում, մեկի ակունքը տանում է արևմտյան ֆինանսավորում։ Երկիրը ու սրա մեջ է ցինիկ խաբեությունը։ Այն որ պարզ մարդ ասել է, մենք գազ ենք ունենալու։ Այո, ասում է սեփական պաշարներով գազ։ Սեփական պաշարները ո՞րն են։ Պարզ շարունակում ասում է, Հայաստանը դառնալու է գազի տարանցիկ երկիր։ Ադրբեջանից գազը գնալու է Նախիջևան, հետո դեպի Թուրքիա։ Ադրբեջանական գազը համարում է մերը, ինքը մեր երկիրը ոչ պաշտոնապես դարձնում է Ադրբեջանի մաս։ Ոնց ասել։ Գուցե տարանցիկ Իրանը նկատի ունի Իրանի գազի պաշարները։ Խելագարությունն է տարանցիկությունը։ Բաքու ջեյան նավթամուղը կա, գազամուղ կա, հազարում տեսակ գազամուղեր կան, Հայաստանի մի քանի տասնյակ կիլոմետր հատվածը չի որ այդ կոմունիկացիաների խանգարողն է դարձել։ Նյու Վասյուկին է դարձել, միլիոններ են հոսելու, միլիարդներ են հոսելու, ամեն օր խաբեություն, բայց դրան զուգահեռ դառը իրականություն։ Այսօր Հայաստանի ձուկ արտադրողը չի կարողանում իրացնել իր պաշարները։ Բանջարեղեն բույս արտահանողը չի կարողանում իր պաշարները իրականացնել։ Պարոն Մանուկյան, դեպ ընդդիմադիրային, այդ թվում ձեր ուժին ինչ են մեղադրում են, ասում են, որ տեսեք իրենք հրճվում են Ռուսաստանի այս կիրառած սանկցիաներից։ Ինչ են անում։ Ասում են իրենք ուրախանում են, հրճվում են Ռուսաստանի այս կիրառած սանկցիաներից, ինչա թե դա իշխանությունների։ Երեկվա այդ ֆերմերը, անկեղծ եմ ասում, երեկվան ու ժամը սիրտս կանգնում էր, որտեղ իր աչոտրած ծաղիկը ջարդող մարդու այդ վիճակի մեջ էի մտնել։ Լավ, այդ մեկին նկարեցին, հազարներին չեն նկարել, չէ՞։ Հազարներին չեն նկարել։ Օրերս Սարդարաբադում ենք։ Մայիս 28-ին Սարդարաբադում ենք, բարձրաշավ ոստիկան է մոտեցել, ամեն տարի նույն պատմություն, չի կարելի այստեղ, չգիտեմ, բարձրախոս դնել, էս անել, այդ վիճաբանություն, ասում արմավիր չէ, ասում ահա, ապեր ասում վերանանք էլի քաղաքականությունից, լավ, ես էլ հոկտեմբերյան ծնված մարդ եմ էլի, Ծիրանը ինչ ենք անելու ամառը, պատասխանը գիտեք որն էր, լավ կլինի, կարևորը ժողովրդի երեսին ժպիտ ա եկե, կարևորը ժպիտ ա եկե, բայց ես էլ այդ տարածաշրջանը լավ գիտե, ես եմ պատկերացնում այդ գյուղացու վիճակը, երբ որ ուղղակի թքած ունենա ջանդամ Ծիրանը թող թափի ծառի տակ մեկը տանը ասում են ընտրություններից հետո այս բոլոր հարցերը կկարգավորեն ինչպես երեք ասեց ասում առանց նյարդերի առանց կռվի մենք Ռուսաստանի հետ խոսելու ենք ընտրություններից հետո ամեն ինչ կարգի այս քանի տարվա մեջ կարգավորել են հարաբերությունները լավ ոնց ասեն դրանք որ չես կարող այդ երկու աթոռի նստել նայեք այսպես ասեմ մենք բայց ասում եմ մենք յատումից դուրս չեն գալու ինքը բաց այդպես հայտարարեց դեք ինչի նման է ինչի նման է մեղա մեր ժողովրդին չեն վերցնում բայց իշխանության են վերցնում ամուսինը կնոջը բռնում է դավաճանության մեջ ու ասում է բաժանում ենք ինքն էլ ասում է չէ ես տնից դուրս չեմ գալու լրիվ այդ վիճակն է այսինքն Չիլում էր ցենզուրայի մեջ խոսում, բայց այդ վիճակն է։ Մարդուն ասում են ապեր, որոշի կամ ստեղից գնում էր, կամ էլ կողնորոշվում, բայց չէ, ես չեմ գնում։ Չես գնում, չամադանս կտան ձեռդ կհանեն։ Ոնց են հանելու, այդպիսի մեխանիզմ չկա յատումից։ Գուցե հա ինչ որ սահմանափակումներ կիրառվեն, սառեցվի ինչ որ, բայց Հարգելի Քրիստինե ջան, այսօր Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ լիարժեք անդամ է։ Հենց այսօր են վերցնում։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները չեն կարողանում ԵԱՏՄ-ի այդ մեջ շուկա արտահանել ձուկ, ելակ, ծաղիկ, բանջարեղեն, հազարը մի տեսակ բաներ։ Սպառնում է
վտարման սպառնալիք կա մեր հազարավոր հայրենակիցների, որոնք իրենց օրվա ապրուստը վաստակում են Ռուսաստանում աշխատելով։ Օրերս Մարտունիում ենք եւ մեր հայրենակիցների հիմնական հարցերից մեկը Մարտունու տարածաշրջանը, որը հայտնի է եղել, այնպես չի որ անցնող 5 տարի, տասնամյակներով, որ մեկնել են արտաքին աշխատանքի։ Ու հիմնական դժգոհություններից մեկը, որ դեպորտի վտանգ կա, շատ-շատերին դեպորտ են անում։ Եվ դեպորտ անելուց հետո էլ երկար ժամանակով զրկված են վերադառնում։ Նախագահ Քոչարյանն ասեց, ժողովուրդ ասեց, պարզ հարցնեմ, իմ ժամանակը դες բան եղել, ասում չէ, պարոն նախագահ։ Բա ո՞նց չի եղել։ Որտեղ մարդը երկիր է ղեկավարել։ Երկիր է ղեկավարել։ Գիտեք, Իրեն էլ ասում են, որ հենց Քոչարյանի օրոք Ռուսաստանի ծայրագավառ է Հայաստանը եղել մշտապես, ինչպես են տեղից թելադրել են, այստեղ եղել է։ Դրա համար հիմա Հայաստանի արտահանումը 70-75% դեպի Ռուսաստան է, հա, դեպի Ռուսաստան է, այսինքն գործով են չափում, չէ, այն ժամանակվա ծավալները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Եվրամիություն Հայաստան տնտեսական հարաբերությունները ու հիմա նայեք, այս իշխանությունը Եվրոպա գոռալով, որ իր կառավարման տարիներին շատ ավելի քչացրել է Եվրամիության հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալը, խոսալով չի, խոսելով հո չի։ Մի օր ես խորհրդարանի հայ-ռուսական բարեկամության խմբի անդամ եմ, վերջին անգամ համատեղ նիստը Դիլիջանում էր, երեկոյան ընթրիք էր ռուս գործընկերների հետ, մեկ էլ ԿՊ պատգամավորին ասեմ, լսեք, ասեմ, այնքան էի ուզում գաղտնի նկարեի, ձեր կենացները, այն շողոքորթությունը։ Ովքեր էին կհիշեք, անուններ։ Պատմել եք գուցե անունները տակ։ Մեկը Հայաստանի կարկառուն դեսպանն է Մոսկվայում։ Դեսպանը Մոսկվայում, որը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր երեկվա տեսանյութից պարզ դարձավ ադրբեջանական շուկա, չգիտեմ ինչ առնելու։ Իկրա։ Այնքան սրանց համար երկիրը տունտունիկ է։ Այսինքն լավ վերանում եմ ամեն ինչից, այո, ժողովրդավար, ժողովրդական, խեղճ ու կրակ Նիկոլ Փաշինյանը որոշեց Մոսկվայում մտնի շուկա։ Լավ խեղճները հացի հետ հոչենք կերը տանում են ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող շուկա։ Մի անգամ իրան եմ ասել, ազգային ժողովում ասեմ, լավ 2 կոպեկ խորհրդականի փող տվեք, որ Թուրքիա որ գնում էր, ում հետ լուսանկարվել կարելի է, ում հետ չի կարելի, գոնե այդքանը քեզ սովորացնեն։ Երբ որ իսլամ ծայրեղ քարոզչի հետ լուսանկարվում է, որ ասեն, պարոն վարչապետ, լեզուս էլ չի պատրաստում, պարոն վարչապետ ասեմ, սրա հետ չի կարելի նկարվել։ Պարոն Մանուկյան, վերադառնանք Հարուզ Արշավի հետ կապված։ Տարբեր այսպես հայտարարություններ են հնչում, օրինակ ավելի շատը սա է խոսույթը, որ ասում է հանրությունը ինձնից պահանջում է, այ Քոչարյանը նստելու է եւ վերջ։ Գագիկ Ծառուկյանը վանդակներում է հայտնվելու միջև կյանքի վերջ եւ ու այսպես։ Մեկ ասեմ հանրությունը ինձնից էլ ինչա պահանջում։ Որ հրապարակեմ, որ հանրության մի կարևոր մասից ինչա պահանջում, հաստատ քրեական գործ։ Ինքը հրապարակում է, հաստատ քրեական գործ կհարուցեն վրա ֆիզիկական սպառնալիքի մեղադրանքով։ Մի անգամ ԱԱՑ-ի պետին եմ պատմել ազգային ժողովի հանձնաժողովի նիստում, փակ նիստ էր։ Գործող ԱԱՑ գործող։ Այսինքն ամբողջ ԱԱՑ ղեկավարություն ազգային ժողովի падգամավորները պաշտպանության, լսեք, մի հատ անեկդոտ կա։ Մի հատ երկրի ղեկավարի վրա մահափորձ է լինում ու չի կպնում։ Այս մահափորձը իրականացնողին քիլլերին բռնում են։ Քննիչն ասում է, լսի, ապուր, աշխարհի ամենալավ քիլլերն է, աշխարհի ամենալավ զենքը ձեռքը։ Ո՞նց եղավ որ չկպավ։ Մոտ այն նշան բռնեցի, որ խփեմ, մի 15-20 հազար մարդ թափեց վրես, թե տուր ես խփեմ։ Եկեք հասարակության պահանջով շարժվենք, թե չէ լավ օրեր չէր սպասի Նիկոլ Փաշինյանը։ Այո, նկան ընդդիմությունը անդադ ասում է, որ այս ընտրությունները անակնկալ են լինելու, ասում են մենք առանձին սոցհարցումներ ենք ունենալու արել, որոնք հաստատացնում են իշխանությունն ինչ նկատի։ Ունեք ինչ անակնկալի մասին է խոսքը։ Իրենք էլ ձեզ են պատրաստվում անակնկալ մատուցել։ Տեսեք 30 տարվա մեջ
այնպես չի որ փայլուն ա եղել մեր ժողովրդավարությունը։ Հազար մի տեսակ այլանդակություններ են եղել։ Տոտալ ընտրակաշարքով ա եղել, տոտալ ընտրակաշարքով։ 2017 թվականի ընտրություններն են, կհիշեք այն ժամանակ ռեյտինգային տեխնատորներ, նույն կուսակցությունից մի քանի տեխնատորներ առաջադրում։ Ու մեկ էլ մի թաղամասի հետ կապված ինձ ասում են, Մանուկյան, այդտեղ չեն ասում են ում են ընտրելու։ Ասում ինչի, ասում երկու մեծարուստ հանրապետական տեխնացու կա, ժողովուրդը գինա բարձրացնում ընտրակաշարքի։ Ամեն այլանդակություններն եղել են, բայց պետք է իրոք անկեղծ ասեմ։ Հիմա այն վախի մթնոլորտը, որ կա, չի եղել Հայաստանում երբեք։ Իշխանություն չսիրողը շատ բացահայտ է դրա մասին ասել, ընդդիմադիրների հանրահավաքին բացահայտ է գնացել, ամբողջ Սյունիքով հանդիպումների են, բոլոր տեղերը մոտենում են, ասում են, գիտեք, մարդ կա, շատերը չեն գալիս, որ կոմբինատում աշխատանքից չզրկվեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի տնօրենների խորհրդում կառավարության ներկայացուցիչը այսօր դառել է Սյունիքում հայտնի օլիգարխ, որը նշանակում է, ազատում է, հիմա ընտրություններից առաջ ցանկերով մարդկանց խոստանում աշխատանքի ընդունեն, եթե ԿՊ-ին ընտրեն։ Համատարած է վախի մթնոլորտը, այս անտերը վախի հիմնական գործիք է դառել։ Տաքս ու վարորդը ասում է Մանուկյան բանը ուզում ասեմ, բայց էսի մոտը տա, համատարած։ Եվ իրականում գաղտա լսումը դա արդել է համատարած։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում մեր խմբակցությանը առաջարկելու եմ առաջնահերթ երկու քննիչ հանձնաժողով կազմել։ Մեկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ հանրային կապերի եւ այլն պոակը, ֆեյքերի պոակ ասածը, դրա գործունեությունը, ֆինանսավորումը քննության ենթարկել։ Ինքան քննիչ հանձնաժողովներ կան, պարոն Մանուկյան, որոնք որևէ արդյունք այդպես չեն տվել։ Չէ, կա արդյունք։ Այս նույն եթե հիմա Զորադեսի լուսանկարն է, թե դրանից խոսքի ավ, որովհետև ամենամեծ ահաբեկչությունը, որ իրականացվել է Հայաստանում, հանրային գիտակցության դեմ ուղղված իշխանության ահաբեկչությունը, այդ մանիպուլյացիան, սուտը, կեղծիքը, եւ երկրորդը իրականում գաղտնի ծառայությունների կամ անվտանգության ծառայությունների գործունեությունը քաղաքական նպատակարարությունից ելնելու։ Այդ գաղտնալսումների տոտալությունը Հայաստանում դա ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Օրինական եւ անօրինական։ Պարոն Մանուկյան, երեք երկար հարցազրույց էր այսպես հանրային եթերում տարիների դադարից հետո տվել, մի հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որը ուղղված էր երրորդ նախագահին, ասում էր, որ Նիկոլ Փաշինյանի իր իրավահաջորդն է Սերժ Սարգսյանի հետ կապված։ Ռոբերտ Քոչարյանն է այդպես ասում, այսօր էլ առավոտից Հանրապետական կուսակցության մասնավորապես Արմեն Աշոտյանն էր այսպես գրառումներով արձագանքել, կուզեմ նաև ձեր մեկնաբանությունը, ինչ էր ասում էր, որ հենց ձեր ապաքաղաքական կերպարն է, որ Հայաստանում քաղաքական դաշտը պղտոյից մոտավոր բովանդակությունը սա էր։ Այսքան Փաշինյանին թողում ենք, անցնում ենք ընտրությունների։ Մենք ունենք մի թիրախ Հայաստան, մի թիրախ։ Դե այնպեսի սուր հայտարարություններ են երեկվային ցնչում ընտրությունների նախաշեմից հետո Նիկոլ Փաշինյանը չի եղել իշխանության։ Դե իրավահաջորդ մի քիչ այլ կերպ են կալվում։ Դե հետո նախագահային հարցեք իրավահաջորդ ինչի նկատում է։ Սերժ Սարգսյանից հետո Նիկոլ Փաշինյանը չի եղել իշխանության։ Հա՞։ Թե Կարեն Կարապետյանը մի օրով եղել է վարչապետ, պաշտոնակատար թե բան։ Նայեք, անցնող ամիսներին էլ բարբերաբար մենք ասել ենք, Հայաստանում ընդդիմությունը պետք է ունենա մի թիրախ, եւ դա Հայաստանի իշխանությունն է։ Մենք ամեն ինչ անելու ենք այս իշխանությունը ավարտին հասցնելու ամսի 7-ին։ Մենք ունեցել ենք մի թիրախ, աշխատել ենք մի թիրախ։ Այս սեղանի տակից երբեք սրիկայություն չենք արել։ Երբեք ուրիշների ձեռով ընդդիմադիր այս կամ այն ուժի դեմ արշավ չեն Բայց իրենց արձագանքեր երկրորդ նախագահի հայտարարություններին։ Հաջան։ Իրենց արձագանքեր երկրորդ նախագահի հայտարարություններին։ Այսինքն առաջին իրանց այդ թեմայով շատ հաճախ են խոսում։ Բայց կրկնում եմ, ես ունեմ մի թիրախ,
մի շաբաթ մնացել թիրախը իմ Նիկոլ Փաշինյանն։ Երբ երբեք մենք սրիկայություն չենք արել, սեղանի տակից ընդդիմադիր որևէ կուսակցության դեմ կազմակերպված արշավ չենք իրականացրել։ Ձեր դեմ սա արշավ եք համարում, այսինքն։ Ինչպես։ Ձեր ուժի դեմ արշավ եք համարում, որ սպայն իրականացվում է։ Իսկ անձն աչքով նկատելի է, չէ՞ որ բարբերաբար եղել են արշավներ։ Շատ կազմակերպված։ Մեկ շաբաթ մնաց ամսի 7-ին մոտավոր։ Հունիսի 8-ին ինչպիսի այսպես հետընտրական զարգացումներ ինչ է սպասվում Հայաստանում։ Նու բնականաբար դա մեծ մասապարծություններից է կախված։ Եվ պաշտպանելու ենք մեր քվեն, թույլ չենք տալու իշխանության զավթում, թույլ չենք տալու։ Եթե հանրությունը գնա ընտրի մեծամասամբ։ Եթեով եկեք չխոսանք, ես չեմ սիրում եթեով։ Ում հասկամ ծրագիր ինչ որ պլան։ Չեմ սիրում եթեներով խոսալ, չեմ սիրում ամեն օր նստել ինչ որ թուկթուկրի չառնել, այս քվեն, այս ձայնը, այս բանը։ Ես գիտեմ մի բան։ Պետք է 24/7 ռեժիմով աշխատանք եւ մեր բոլոր ընկերները լծված են այդ աշխատանքին։ Որի համար իրենց բոլորից շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ իրենք իրականում առիթ հասել էլի։ Մեկ Հայաստան միշտ տարբեր ընդդիմադիր ուժեր են եղել։ Որ այո, աշխատանքից էլ մարդ զրկվել, այո, փուլ ա եղել ձերբակալվել են, բայց ես ուղղակի երախտապարտ եմ, հիացած եմ այն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներով, որոնք այս 5 տարին ամեն ինչից զրկված մի վայրկյան չեն ընկրկել։ Ես ձեզ ասեմ, ամենա լուսավոր մարդիկ իմ համար, այն մեր բոլոր քաղբանտարկյալներն են եղել, որոնք ձերբակալվել են 2 ամիս, 4 ամիս, 6 ամիս, կալանքի տակ են եղել, կալանքից դուրս են եկել, հաջորդ օրը եկել են հանրահավաքի։ Ես հատիկ կարող եմ աչքիս առաջ է գալիս, չգիտեմ, խաչիկը, հազարում տեսակ, քաջիկը, որը տնային կալանքի էր, հետո ազատվել, որ կապ չուներ որևէ կուսակցության հետ։ Այդ խաչիկի պատմությունը շատ լավն է։ Հունիսի 4-ին կառավարության դեմ բռնություններից հետո լրիվ անգամ բռնում են խաչիկին։ Խաչիկն էլ նման ակնոց գրող է։ Ակնոցները կորցրել են լավա գտանք հետո։ Խաչիկին տանում են Բերդ, մտնում է կամեր, ինչ հոդվածով է ախպեր ջան, զանգվածային անկարգություններ, ասում են դաշնակ ես, ասում է չէ, հանրապետական ես, չէ, ասում անկուսակցական եմ, այդ նստած տղեկից մեկ ասում է հա դու պրինցիպիալ հայրենասեր ես։ Ես իրանց շատ շնորհակալ եմ, որ իրանք ոչ թե թիկունք ասեմ, շատ հաճախ մեզնից առաջ են եղել պայքարի մեջ։ Պարոն Մանուկյան, եւ վերջում անդրադառնանք զորահանդեսին։ Հրապարակ են մտնում հնդկական Albanական ամենագնացները։ Զորահանդես այսքան ժամանակ չեն կարել, ընդդիմությունը դժգոհ է, միայն մեր օրոք է զորահանդես եղել, օրոք չի եղել։ Հիմա ասում են զորահանդես են կանում, էլի դժգոհում են։ Այս զորահանդեսի մասին ամենատիպական բանը, որ գնահատականը հնչել է, հետևյալն է։ Եթե ընտրությունները լինեին հունվարին, Նիկոլ Փաշինյանը զորահանդեսը կաներ դեկտեմբերի 31-ին։ Նայեք, իրականում զորահանդեսը ինքը շատ ժամով կարող են պատմել ընդհանրապես զորահանդեսի փիլիսոփայության մասին։ Զորահանդեսը արվում է պետականության կարևոր օրերին։ Հայաստանում բոլոր հանրապետության օրն է։ Չէ, նայեք։ Հանրապետության օրն է, առաջին հանրապետության օրն է, հատկապես մեզ համար այդ սարսափելի թանկ է։ Բայց ավանդաբար, ասենք ասեմ, հանրապետության հետ ասոցացվող սեպտեմբերի 21-ն է։ Հայաստանի բոլոր զորահանդեսները եղել են սեպտեմբերի 21-ին։ Մայիսի 28-ին այս իշխանությունից առաջ բոլոր տարիներին սովետական միության ժամանակ բոլոր իշխանությունները գնացել են Սարդարաբադ։ Այս իշխանության ժամանակ էր, որ ամբողջ Սարդարաբադի տարածքը շրջափակում էին, որ Նիկոլ Փաշինյանը մեյնակով գնա ծաղիկ դնի դուրս գա, նոր մարդիկ լիաթոք գնա Սարդարաբադ։ Զորահանդեսը այնպես չի, որ մի օր զարթում ես մեզ զորահանդես։ Զենքերի հետ կապված է։ Երկրորդը բարբերաբար, երբ որ հնչել է զորահանդեսի մասին, իշխանությունները հայտարարել են դա խաղաղության օրակարգին դեմ է։ Բա հիմա ինչ եղավ որ խաղաղության օրակարգին դեմ չի։ Նախընտրական է։ Ես ուշադիր հետևել եմ ադրբեջանական արձագանքների, որտեղ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ իշխանության կողմից լուրջ ազդեցություն կա լրատվության վրա։
գրեթե 0 արձագանք։ Ուրեմն պատկերացնում եք այլ պայմաններում Ադրբեջանից ինչքան էին հնչելու, այ տեսեք, ագրեսորներ են, տեսեք, ռևանշիստներ են, այս զենքն են ցույց տալիս եւ այլն։ Գալով ձևաչափին։ Տեսեք ինչա կատարում։ Արդեն 1 տարի իշխանությունը այդ պորոտախոսություններ, բա եկեք տանեմ ցույց տամ զենքերը։ Ընդդիմությանը հրավեր եղել է, պարոն Մանուկյան։ Ազգային ժողով ֆրակցիա եկել է, որ խնդրեմ ներկայացնել ցանկը, ովքեր կմասնակցեն, ցանկանում մասնակցել։ 1 տարի շարունակ այս ձեր բերվածի մասին ազգային ժողովի մեր հանձնաժողովում բյուջեի նախագծի հետ կապված, կատարողականի հետ կապված նույնիսկ հեռախոսներն են հավաքում սենյակից, որովհետև պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոսել են այս տեխնիկաների ձեռքբերման մասին։ Մեր բարոյականությունը իրանք չարաշահում են։ Ես ուզում եմ պատմեմ այս զենքերը կոչվածը ինչքան հավելյալ գումարներ են վճարել նույն վաճառողներին, որովհետև ամիսով չեն կարողացել այս զենքերը տեղափոխել Հայաստան։ Ինչու՞։ Որտեվ խելք չեն ունեցել, որտեվ լոգիստիկ այդ ուղիների հարցում չեն կարողացել ամբողջությամբ կազմակերպել։ Դա էլ մի կողմ։ Տեսեք, ամբողջությամբ ինքը ինչի ենք ասում քարոզչական, որովհետև իմ քոյի, որտեվ 1 տարի, չգիտեմ, դուք եղել եք կամ ձեր գործընկերներից վստահ եղել եք, բազմաթիվ լրագրողներ ունենք տարել են սրանք ցույց տալու։ Ցուցահանդես տեղում, ոչ թե զորամաս։ Մենք միշտ ասում ենք, ապեր, ուզում եք տեսնենք, տարեք զորամաս, որպեսզի հասկանանք դա որքանով է զորքում կիրառվում, ոչ թե տարեք արզնիում ցուցադրական ինչ որ սելֆիներ անելու։ Գաղտնիության դոստուպով էին լրագրողներին թողում, բոլորին թողնում, որ իրավունք չունեն հրապարակել։ Բա ինչը փոխվեց, հիմա ամեն ինչը կարելի է հրապարակել։ Մյուսը որ կա, տեսեք, ամենամեծ ահավորությունը մեր զինված ուժերը կազմավորվել են 90 թվականից։ Պատերազմի դաշտով է, որ Հայաստանի Հանրապետության բանակը ձևավորվել է, Արցախի պաշտպանության բանակը ձևավորվել է։ Չկա աշխարհում որևէ մի խելագար, որի մտքով անցնի, որ իր բանակի պատմությունը սկսի իր իշխանության գալու օրվանից։ Ասում 22 թվականից ենք 0-ից բանակ եմ ստեղծել։ Գլուխը պատովա տվեց 0-ից բանակ ստեղծել։ Ուղղակի զզվում եմ այդ սպաների, կա գեներալ, որը Արցախի պաշտպանության բանակում է ծառայել։ Առիթ եմ ունեցել, լսի ասում եմ, գիտեմ որ դու լավ ես ծառայել, ահա որ ինժեներական աշխատանքներ ես արել քո զորամասերում։ Հիմա որ ասում են ոչ մի բան չի եղել, բանգա բութուլկայա, քո աշխատանքը զրոյացնում են, քո ծառայությունը զրոյացնում են, հասցրել են այնտեղ որ իրենց ծառայության համար Արցախի իշխանություններից ստացած մեդալների վրայից Արցախի տարբերանշանն են հանում։ Եվ 22 թվի հետ կապված։ Այսօր երեկոյան ժամը 10-ին երևի անդրադառնամ շարք ունեմ, բաց զրույցին, բաց բալկոնից, վերջապես մի շաբաթ հետո բալկոնից կդնի, այս շոուի ահավոր բաներից մեկը, թե ինչ հավերներ են իրենք գործել, հիմա հպարտանում են անօթաչու սարքերով, ինչ հանցավոր գործունեություն են ծավալել, որ նույն 44 օրային մեր զինված ուժերը զրկված են եղել լիարժեք պայքարել անօթաչուների դեմ կամ կիրառել անօթաչուներ։ Այս իշխանության Նիկոլ Փաշինյանի մեղքով, որովհետև այս իշխանության համար այս բոլոր այն ինչ որ կա, սու 30-ի նման նկարվելու համար է։ Գիտեք, այնքան մասնագիտական, այսպես ասեմ, չեմ ուզում շատ փակագծեր բացել, ախր մեր անվտանգության արտա։ Հարգելի Քրիստինե ջան, դուք ստացել եք կամ առել եք ամենավերջի մոդելի համակարգիչ, բայց մի բայց կա, այդ համակարգչի ակումուլյատորը կիսատ է, 2 ժամից նստում է և դուք լիցքավորող սարքը չունեք, դուք առրտման գիշեր գլուխ կգովակ, վայ տեսեք ինչ համակարգիչ եմ առել, իմանալով որ 2 ժամ հետո չես կարելու օգտագործես, այս նույն հրետանային համակարգերը եւ այլն, այդ բաց զրույցի թեմա չի, որքանով է ապահովված ռազմամթերքով, ինչ ծավալով է ապահովված ռազմամթերքով, այն ինչ որ սուերի դեպքում էր մարտական հերթապահության են ացել, վերջին եմ ասում վերջ, ամսի 19 թիվն է, պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար այն ժամանակ Շուշանիկ Ստեփանյան, անունով եմ ասում, թույլ չի տա ստել, զանգում ասում Շուշանիկ ջան, ամոթ է, դու պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ես,
Դու դրել ես, որ սուերն անցել են մարտական հերթապահության առանց հերթիրի, ադրբեջանցիները ղժալու են վրա։ Ասում թե վարչապետն է դրա, ասում վարչապետը անգրագետ է, բայց դու ես պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։ Մի լրագրող ունեի Երկիր մեդիայում, պատերազմից հետո ասում եղամ ասում այդ սուերի ժամանակ բորբոքված խոսում էր, քննադատում էր, բան, ինձ թվում է շատ ազնվորված է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մա հետո պատերազմից հետո հասկացա ինչն էր։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ խոսեցի։ Ձեզ եմ շնորհակալ պարոն Մանուկյան զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր։ Շնորհակալ եմ մեր զրույցին հետևելու համար, կհանդիպենք։